Իրանական հազարամյակների քաղաքակրթության ոչնչացումը հետաձգվում է։ Թեհրանին տրված վերջնաժամկետից 1.5 ժամ առաջ պատերազմող կողմերը համաձայնության են եկել։ Հիմնվելով Պակիստանի վարչապետի առաջարկի վրա, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատելու մասին։ Իրանի 10 պայմաններն ընդունվել են որպես վերջնական համաձայնության ու բանակցության հիմք։ Մեծ օր է աշխարհում խաղաղության հաստատման համար։ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա։ Նույնը վերաբերում է նաև մյուս բոլորին։ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության ավելացմանը։ Կլինեն բազմաթիվ դրական փոփոխություններ։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք կհամալրվենք պաշարներով եւ պարզապես կսպասենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Ես վստահ եմ, որ դա կլինի։ Սա կարող է լինել մերձավոր արևելքի ոսկե դարը։ Մենք արդեն հասել ենք մեր բոլոր ռազմական նպատակներին եւ նույնիսկ գերազանցել դրանք, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Պատմական հաղթանակ կերտելու մասին Վաշինգտոնի հայտարարություններին զուգահեռ Թեհրանն էլ հայտարարում է իր երկրի ու ժողովրդի հաղթանակի մասին։ Հայտարարություն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից։ Իրանի Իսլամական Հանրապետության անունից հայտարարում եմ, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, Իրանի հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Առաջիկա 2 շաբաթում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները։ Իրանի պատմական հաղթանակի մասին հայտարարել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը։ Թշնամին անժխտելի, պատմական եւ ջախջախիչ պարտություն է կրել իր վաղկոտ անօրինական եւ հանցավոր պատերազմում Իրանի ժողովրդի դեմ։ Իրանը մեծ հաղթանակ է տարել եւ հանցավոր Ամերիկային ստիպել է ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը։ Վաշինգտոնին ներկայացրած Թեհրանի 10 կետից բաղկացած պահանջներն են հրաժարվել ագրեսիայից, պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցում, ճանաչել ուրանի հարստացումը, վերացնել բոլոր առաջնային ու երկրորդային պատժամիջոցները, դադարեցնել անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը եւ կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը, վճարել փոխհատուցում Իրանին, դուրս բերել Միացյալ Նահանգների մարտական ուժերը տարածաշրջանից, դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Բոլոր պայմանները քննարկելու համար բանակցությունները կմեկնարկեն այս շաբաթ Պակիստանում։ Ամերիկյան գործընկերների նկատմամբ լիակատար անվստահությամբ այս բանակցությունները կսկսվեն Իսլամաբադում ուրբաթ ապրիլի 10-ին։ Իրանը 2 շաբաթ կնվիրի այս բանակցություններին։ Այս ժամանակը կարող է երկարաձգվել երկու կողմերի համաձայնությամբ։ Իրանի պատվիրակությունը կղեկավարի խորհրդանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Associated Press-ի տվյալով կողմերը հրադադարի համաձայնության են եկել Վենսի եւ Չինաստանի շնորհիվ։ Ինչպես նախագահն ասեց, նաև ես նշեցի, ռազմական բոլոր նպատակներին հասել ենք։ Դրանից հետո նախագահը վերջնագիր էր ներկայացրել իրանցիներին, բացել Հորմուզի նեղուցն ու դադարեցնել համաշխարհային տնտեսական պատանդառությունը եւ հրադադարը կհաստատվի։ Հենց այդ համաձայնության էլ մենք եկանք գիշերը։ Իրանցիները համաձայնեցին բացել նեղուցները, Ամերիկան էլ համաձայնեց դադարեցնել ռմբակոծությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցության, սակայն եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնեցնել ընդունելի գործարք, Վաշինգտոնը հեշտությամբ կվերադառնա Իրանի նկատմամբ ուժային սցենարի կիրառմանը, հայտարարել է Թրամփը։ Իսլամական Հանրապետության դարաշրջանը մեկնարկել է, հայտարարել է Իրանի փոխնախագահը։ Մոհամմադ Ռեզա Արեֆը նշել է, որ այսօր պատմության էջը շրջվել է, աշխարհը ողջունում է իշխանության նոր բևեռը, սկսվել է Իրանի դարաշրջանը։ Փոխնախագահի խոսքով Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին ու Իսրայելին դիմակայելու ցանկացած սցենարի։ Իսրայելն աջակցում է 2 շաբաթով Իրանի դեմ հարձակումները դադարեցնելու դաշնակցի որոշումը, սակայն նախապայմաններով։ Իրանը պետք է անհապաղ բացի նեղուցները եւ դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի ու տարածաշրջանի երկրների դեմ բոլոր հարձակումները։ Բիբին աջակցում է նաև Միացյալ Նահանգների ջանքերին, որպեսզի Իրանը այլևս միջուկային, հրթիռային եւ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի ու աշխարհի համար։ Իսրայելի ընդդիմությունը քննադատում է Նեթանյահուին։ Յայիր Լապիդը հայտարարել է. «Մեր պատմության ընթացքում նման քաղաքական աղետ չի եղել»։ Իսրայելը նույնիսկ ներկա չէր բանակցություններին, որոնցում իր ազգային անվտանգությանը վերաբերող որոշումներ էին ընդունվում։ Հրեական պետությունը հայտարարել է, որ հրադադարը չի վերաբերում Լիբանանին։ Արաբական երկրի դեմ գրոհները շարունակվում են։ Լիբանանի հարավում Իսրայելը հարվածել է շտապ օգնության մեքենային, գրանցվել են ավերածություններ, կան զոհեր ու վիրավորներ։
Իրանի պատմական հաղթանակը հազարավոր իրանցիներ տոնում են փողոցներում։ Մենք ենթարկվում ենք մեր գերագույն հոգևոր առաջնորդին, մենք ընդունում ենք նրա ցանկացած որոշում։ Եթե նա ճիշտ է համարում հրադադարը, մենք ընդունում ենք դա, եթե ոչ, ուրեմն չենք համաձայնում։ Մենք պատրաստ ենք մնալ փողոցում ու պայքարել։ Մենք փողոց ենք դուրս եկել ասելու, որ երբեք զիջումների չենք գնա։ Մարդը նույն սխալը մեկ անգամ է անում։ Ամերիկայի թղթե վագրը մերկ է ամբողջ աշխարհի համար։ Բոլորն էլ հասկացան, որ Ամերիկայի հայտարարությունները դատարկ խոսքեր են։ Իրանցիներից շատերը չեն հավատում թշնամուն վստահ են, երկշաբաթյա հրադադարը նահանգներին ու Իսրայելին պետք է վերազինվելու ու վերադասավորվելու համար։ Միջազգային հանրությունը դրական է արձագանքել Իրանում հրադադարի որոշմանը։ Իսպանիայի վարչապետը ողջունել է նախաձեռնությունը, թեպետ խիստ քննադատել է պատերազմ սկսելու նահանգների որոշումը։ Պեդրո Սանչեսը կոչ է արել հիմնահարցը լուծել դիվանագիտական ճանապարհով ու հետևել միջազգային օրենքին։ Ֆրանսիան նույնպես բարձր է գնահատել տարածաշրջանում հրադադար հաստատելուն ուղղված ջանքերը։ Մակրոնը նշել է, որ տևական խաղաղության կարող են հասնել երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Իրանում զինադադարը ողջունել է նաև Հռոմի Լևոն 14-րդ պապը, այն անվանելով մեծ հույսի նշան։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։